Yakışır ezgişir Sare oyname Non fare, torderes. Mette kede mangalis. Час թագում։ Լավ, լավ։ Լավ, շատ լավ։ Ինչ է շես արկում։ Լավ սան, դիալի ժամանակի մտածում հանցկնեք պիրիկ պյուր թակողնի, կապ կթողնի։ Տարագի դալ չլայն սլանոլու։ Դալ ճար ինչ պիտի անիք։ Որդը ձեծում եք, թարմացնում եք, մաքրում եք, որ ձմերը հանգիստ կնենք։ Հեսա դոշակը սարքելում, որ պատուկ կոնիս։ Ինչ իմ կնեգ ստի կնեգ է։ Բորթը լավ է, բորթը ձմերվա ժամանակ, բորթը տակա պահումելի ամենա իսկական, բնական վերմակները բրդից ալնում։ Ես տարվորը շատ ուլա թապ չտամ, հոգնում։ Ոչ ինչ, հոգներով թապ կորել է, հոգնելով։ Բժշկական ուսումնարանում սովորում էր։ Պրակտիկա երեք էր հիվանդանոցի, հենց դռնից նայեցի, աչքովս ընկավ ինքը։ Մի բարակ չիպոտ, մինիատյուրնի։ Մինիատյուրնի բարը հետո, մալի գիտացալ, հա, վերջի։ Հավանեցի, առաջին իսկ հայացքից։ Դե սիրուն տղա էլ է, հա, մազերը գանգուր, բոյո բսատով սիրուն տղա էր, տնավարի տղա էր։ Երկար մազեր ավնեցել, միջև բայց ես իրան հետևից չեմ հավանել, դեմաց չեմ հավանել։ Ու ես մտածեցի, ասի, ինչ գնով լինում է, լինի պիտի առնեմ իրան։ Ես իրան սկզբից չէի ուզում։ Հետո եկավ։ Ու տենց հետապնդեցի իրան, գնացի իրանց գյուղը։ Մի պարավ տատիկ կար, ասի, գյուղը որտեղ է գտնում, ինչ ես ուզում ասում, ասի, ուզում եմ գնամ, մի աղջիկ եմ տեսել, էլի գնամ այնտեղ։ Բա հեռուա չես կարա։ Ասի, ոնց է հեռու, ցույց տվեց, դες ինչ է ինձ մի 10-15 կիլոմետր է էլի, վազելով գնացի։ Առաջին խոսք տալու ինքը եկել ամոտել մեր տուն։ Ես մենակ էի գնացել։ Այդ վաղտ ես էլ կոնյակով ու կարակում ամենաթանկանոց շոկոլադով։ Տեսնում եմ դմարյատ աղջիկը էլի վերջի բատա չմուչում անսենս ասում է ծռմռատ եմ էլ եղծուն կերացա։ Այսինքն հարցերը լուծված է էլի։ Այդպես ծանոթացանք, հաներս ասաց։ Ուզում է երկրին պայթ ես աղջիկս տալու եմ ես տղային։ Պապաս հավանել է, ասում է լավ տղա է երևում բան։ Մամաս էլ ասում է դե ով էր առաջինը դուռը բացում է, որ չես գնում, հետագայում կյանքը լավ չի դասավորվում։ Դե ժամանակ մենք էլ լսում էինք մամաներին, պապաներին, միամին տոր են ասեն, թե ինչպես ասեմ չգիտեմ, համաձայնվեցի։ Այգնի, չես հոգնաչ, իստորը մենք ես անի թակին պատը։ Չէ, հոգնաչ։ Դե տոր պատա ես թակին վտու հոգնիչ մեջ։ Թակել է գիդրոս, որ թակի։ Ապա հնչիմանում պայլ թակել ես մալի ադատ կչես։ Թակ է։ Տիպեներիմ թակած։ Թակել է գիդրոս չես։ Ոչ շմպին, սվրոլու մալի։ Հայտո բիդի, սանջախ մինակ։ Այդ եկսալ ինչ։ Իչը թակ։ Ակա եկա դու թակը ետ ու լավ ես թակում։ Եշից։ Ահա, լավ է։ Սեստի իսանում։ Դե ոչինչ, ես կեզ գնհատելու, 5 ովին եմ նշանակելու։ Մասնագետ ու սալի դե տու ատրա մասնագետ ես, ինչ են գարվար։ Հա։ Հա, ասիմ, մի քիչ հումորով։ Գործեր մենք ես ինքը բաժանել ենք իրար մեջ, համահավասար։ Ինչքան գործ կա, ես անում եմ ինքն է ճորճորում, ասում այ հոգնել եմ։ Մի օր մեծ տղա ես հարցնում եմ, ասում եմ Գարիկ ջան, ինչ անի, մաման շատ է, ասում է պապա քիչ աշխատի ու մաման չհոգնի։ Տենց էլ անում եմ։ Մի քիչ էլ շատ եմ ուտում ինքը քիչ, բայց ինքը չաղանում է ես չէ։ Էդ էլ կա։ Դա ինչ ապացնում, որ մենք երկուսով մի մարմին ենք։ Դե ինքը չափից դուր շատ է գործանում։ Ես ասում եմ, ի վիճակի չեմ այդքան գործանել։
Առաջ շատ էի անում, դե հիմա հոգում եմ, չգիտեմ։ Կարող է ծերացել եմ, կարող է ինչ, ոնց։ Ես էլ աշխատանքի գերի մարդ եմ։ Շատ սիրում եմ, շատ աշխատում էլի։ Աշխատում եմ, բարիք եմ ստեղծում։ Վերջերս սորեկի ծանոթունի մեջ եմ մտնելու, բայց էլի իմ կայտարությունը փառք Աստծո։ Իմ շարունակությունս նույնն է։ Ինձ մի անգամ հարց ընդունել, ասալան Տիկ ինտելակ հետ ման այդքան արագաշարժ ու գործ, ասամ չի ուզում ես ամբողջ աշխարհի եղած մեզ հասնի, ինքը թող վայելի իմ ստեղծածս, ես իրան միշտ ասած եմ, ասում այգնեք, դու ինձ լավ պահի, որ ես կարիմ լավն եմ, քեզ լավ պահի, մեկը մյուսից փոխադարձ կապի մեջ է, եթե ինքը ամեն օր ջրիկ ճաշի տա, սննդից չի հետևի, բայց ոնց կնիմ։ Որ հենց որ աստիճանից բարձրանում վազում եմ, կոֆեն եմ դնում, չայն եմ դնում, որ գա իսկույն պատրաստ լինի, համբերություն չունի, որ մի ասեք չայ ու շայ փում, ինչ դառա չայը, ինչ դառա։ Արհեստավոր էի, մասնագիտությամբ ծեփագործ, արհեստից ինձ ձգեց, դա փողոտ արհեստ էր։ Եմ որ ասում բերի բոշիկի դայդալչի, ինչքան քսում ես քոնն մետր էլի կանակ։ Ուտեն շահագրգիռ ձևով հետո գործս ինձ դուր եկա, որ գործս անում էի գեղեցիկ։ Արհեստավոր էի ձգտումով, որակին անես, լավ անես, շատ անես։ 76 տուն մեր գյուղում եմ սվաղել, բայց մեր գյուղում 9 ծեփագործ կար։ Ուզում եմ ասում, էտել բնավորության գիծը ձերքի վարության որակյալ գործի արդյունքա։ Մեր տունը ես միասին ենք սարքել էլի, երկար տարիներ է տևել, ահագին։ Փառք Աստծո, դժգոհ չեմ կյանքից։ 52 տարի միասին ենք, 73 թվականին հունիսի 3-ի մեր ամուսնությունն էր, հարսանյակն մեծ լավ հարսանիք ենք արել եմ վաղտը, վաղտ հարսանիքներս էս չէր, զուռնով, հոլով, տենց էր, այդե հիմա շաբլոնացած ձևագուն, մենք օբյեկտը նստում, օբյեկտ չես իմանում, թե ով, ինչ, ոնց, ամեն մարդիրը համարյա հացում նտումա, մի երկու հոգի պարում են, մեր ենք գնում գնում հարսանիքներ, իսկ են վաղտ, այ շաբաշ, այ բան, տենց հետաքրքիր էր էլի։ Հարսի շորը հիմիկվա շորերի նման չէ, սովորական մի շոր էր։ Են էլ հասակիրած գյուղում մի տղա սև թութը թափեց լորի շորեր սևացրեց։ Իհարկե, մնում է միշտ հուշերի մեջ ամենաթանկ օրերից մեկն է, էլի, բա ոնց։ Կյանքի նոր սկիզբ, ընտանիք, երեխաներ։ Նոր էինք ամուսնացել, տնային կառավարությունում էի աշխատում տեխնիկ ինժեներ։ Ուղարկեցին վերապատրաստման Երևան։ Տիկինս էլ տարա։ Քեռակինս բերեց մի հարսա շոր էր հագցրեց, հենց Երևանում։ Տարա էս խիեք, էս նորապսակները խիեք բերել։ Ասում բերել ենք, որ քաղաքը տեսնի։ Ասում արա, ուզում էի լավություն էր անում, գրել թող գնա Սոչի մի ամիս հանգստանա գա։ Ինչ ես վերցել ես տաք ժամանակ բերել։ Այդ օրը հենց նստում ենք առաջի ժամը, ինձ ազատում է տիկնոջս հետ, ասում գնում եք Սևան։ Ես մի քանի ամիս ամուսնանալուց հետո գյուղում անցնում էի, չիմացա ով նկարեց, չեմ հիշում ով է նկարել, առաջի անգամ մեզ տեսնելով։ Հուշ էր այլ նկարը լավ բան է։ Դե ամուսնանալուց հետո էլ սիրուն, դե մինչև ամուսնանալուց ինչքան սիրուն էի, որ սիրահարվել եմ քեզ վրա գժի պես, ու ասել եմ ուզում աշխարհքս քանդու ես պիտի առնեմ։ Ալի չէ տիլել, մեր ջահելությունը տի է։ Էսել ես եմ իմ երկու փոքր տղաների հետ էլի հերթով։ Դե այ ժամանակ էլ ջահելը մուսին անք էլ հետո մեծանում եք փոխվում եք։ Սա հալա նոր կլամստացած առաջի ամիսներ երևի, ջահել է, սիրուն ես, առաջ ավելի… Եղել էի, ջահել էի, սիրուն էի, ինչքան մեծանում ենք, այնքան հունից ընկնում ենք։ Համերքս հետևում էիր առաջ, լավ ես հագվում։ Ես այնպես էի հագվում, որ նախանձում էին բոլորը։ Բոլորը նախանձում էին։ Ես նկարը հորս մորս
ամուսնության 60-ամյակն եւ տանը բացում 84 թվի եւ տան բացում եւ Ադամանդե հարսանիք 60-ամյակը 180 մարդ նստել էր այս շենքում շատ լավ ասկացրինք այո հիշում ես հիշում եմ հա բանջա ամբողջ դիկին սա ծովը Սիմֆերոպոլի նկարն է ծովը էին գնացել թիվը չեմ հիշում որ մտածեմ կհիշեմ Կատին երբ չի սիրուն, ամեն տեղը սիրուն։ Չեստե նիհարում ավելի լավում։ Հիմա շատ եմ չաղացած։ Հիմա չաղանալը դա այլ հարց է։ Լավ եմ պահել, լավ եմ սնել, կազդուրվել ես էլի, ոչինչ, վնաս չունի։ Տեսնե ինչքան սիրուն ես։ Տեսնում ես։ Նվերովի նման այդ ոչինչ։ Հա։ Ես էլ որ ասում եմ ջալ ժամանակ լավ է հակում էտա երբեմն էլ մարետան ասում որ ինձ եկար ինձ խոսցնել կարծում էի թե մինիստրը ես նախարար ես հետո տեսա որ յուղացի եմ բայց ոչ չի սխալվել ինչ ես չեմ սխալվել ճիշտ ընտրություն եք կատարել դիկին ամբողջ կյանքում օտանելիք չես օգտագործել դրա համար ցես թարմել մնացել ես Քույրերիդ մեջ էլ ամենաթարմը դու աստծո սատանի ականջը խուլ։ Հա։ Դու աստծո շատ չհամարի։ Ես քիչ սիրում օծանել։ Հա, էտել կա։ Ես էլ իմ նկարն եմ բանակից եկած հետո դե ջահել եմ ախտնել ոնց որ հիմա են երեսները պահում ես էլ որպես ջահել բահետ պահում անի այկնիկ։ Հա, դե ավտորի նման քիչ։ Հա։ Հա, էտել իմ նկարը սա, հա, տեսնում ես հուշեր այլի։ Վեր հարսանիքի նկարն հա հիշում առավոտը կեսօրին եկալ եմ գյուղա ճաշկերուտ բենն ռալ հետո ինձ վերցրա պերա ստեղ այս գյուղա հարսանիքը ստե շարունակալ հա հարսանիքը շարունակալ շաները քթակալ հսկա հարսանիքը Պապիկի գլխարկը ճողոտալն Կոնֆետը շաբաշկտուալ հա խոխերքի հվակալն ուրախանալով Դե հիշել օրեր այդ օրը կոկար է մոռանա 52 տարի Բայց ոնց որ մի ակնթարթելի չէ պատկերացնում այսքան տարի աստեղ ապրում եմ շուտ անցել Դու մակալորեն ես եկել Դու մատա նորմալ ստացել Մի բարակ ճիպոտ ես էլ ասեմ մի լավ ընկեր ունի զրուցում էինք էլի ասում եմ Փարամադյան Գրենիկը ասում է Զրուցում էինք ասում որ ամուսնանամ պիտի այնպիսի աղջիկ առնեմ որ պատերազմ անգրիկը դնեմ թևատակից ու փախչեմ ու ես էլ այդ մտածեցի դու այդքան էիր մի ճիպոտի չափ ինձ ասում էին այդքան բարակ փոքր ոնց է դասի ոչ կչաղացնեիք ու մեծացնեիք Տարեկով ալնել է փոքր Հա տարեկով 18 տարեկան ինչ Այգրեք այս նկարները նայելով ես հիշեցի մեր ամբողջ կյանքը համարյա 52-53-րդ տարին է անց է կացել դժգոհ չեմ այս նկարները նայելով էլի մի բան էլի ավելացնում եմ հուշերի մեջ մեծ տպավորություն ատում եւ ամեն մեկը իր պատմություն ունի շատ զգացված եմ այսօրվա այս նկարները նայելուց Եկեք Մանարեք ուրա Արի նորո ջան արի պապի բան ոտնք է Ալեքս դել արի ահա Մանարեք ուրա Նարեկ Դու տունստի Ալեքս Նարեկ Դու ես ստում դնստի Դու խիչեցեք եմ եք արդեն գնացել ենք Անով է դու նստի ինքը վախենում է, մաքսում վախենում է, դու նստի Տոտի բավորս ո՞ն անգնի Ամրացրել է, նստի Չի ինգնի Մաքսում վախենում է, դու էլ ես վախենում Չարաշը վախենում Ես է չեմ վախենում, ես ուզում եմ, որ իմ ամենաուժեղը լինի Ես է
Դες մեզ ինչ ճանաչում սարքել, որպեսզի դուք խաղաք։ Դե հիմա իմ բալաս նստի։ Ուտեմ, արի, քաղցր բալաս։ Նստի։ Ամենախելոք բալիկս, փոքրիկս, ուտյուրս, նարեք բալաս, պապի սրտիկնա։ Լավ աչո ճանակը, պապինա ես սարքել ձեզ համար, որ խաղաք, խաղալով մեծանաք, խելոք տղաներ դառնաք, լավ մարդ դառնաք, մեր հասարակության համար։ Ապրես, պապի։ Այ, ապրես, դու էլ ապրես։ Դե փառք Աստծո, 52 տարի է, միասին ենք ապրում ենք, դրգոհ չեմ, շատ լավ է։ Դե ունեցել ենք 4 զավակ, բայց մի թերություն կա, աղջիկ չունեցալ։ 10 թոռ ունեմ, 2 ծոր։ Մարդ համար ամենաթանկարժեք բանը իր զավակներն, իր թոռներն, իր ծորներն։ Դարի մենք միասին նկարում ենք։ Դե մինակ նոտա կրավան, որ շունետ կրավչալու, շատ համեստ է, բարձարշյան համեստություն ունի։ Որաղան եշված, բայց ինչ համեստ կիրեն, դա համեստ է։ Դե մարդու կնի գո կրավչին ալ, դա հինչ ընտանիք է, դե հարկե կրավչի, հարկե դա ընդհանուր հարցերի լուծման խնդիրները, որով նորմալ ընտանիք է, շատ հաջողությամբ մեծ քաղցրությամբ այս կանտարի ապրել ենք Աստվածը հիշքան ապրել նույն քաղցրությամբ չունելով։ Ցինք որ նեղանա մի քիչ արդեն դժվար է։ Իսկ ես անմիջապես ռոպեական համակերպում ենք։ Դա այդտենց մեծ անախորժ վիճակ չի լինում։ Փոքրագույն ստորակետի պես շեղումներ, էտա։ Անմիջապես ուղղում ենք։ Շատ է խոսում, հա, մի 5 ժամ, 10 ժամ խոսում, ես էլ հոգնում եմ, այդքան չեմ խոսում։ Երբեմն ասում եմ, բոլա կլող սաղում է, ասում բայց լսի, օգտակար պեներ եմ ասում։ Դե ինքը համեստ է բնածին, բնավորությունը շատ հանգիստ է։ Չնիկ տեսնակ թանգարանում ինչ կա։ Հետաքրքիր տեղ է, էլի մենք տեսնանք։ Բաղոցը տենց բաներով չենք զբաղվում։ Դարի։ Արի տեսնենք ինչ կա տեղրանք։ Չենք տեսել, ահագին նորություն կա։ Լավ նկարներ, արի սենց։ Երեք տատիկ։ Ծախկել խունջազ, Պիտի հերմիչիշ, և պատը հերմիչիշ։ Ասել մեր խոստոպու, մեր ջուրը, վաչական ջուրը։ Խոստոպ, հա։ Անեմ ալ ջուրը, տոս նշիս։ Շտաց նկարա է, և պեինչերին արտերի հենարվամ, անի։ Իմաստը պիտի հասկանալ։ Ես եմ հասկանում եմ մեր խոստոպն այնքն բարձրից են նկարած, էլ մեր խոստոպը։ Հետաքրքիր նկար է։ Սիրուն նկար է։ Իմաստապարունակ ունեցնել, խոր իմաստություն է։
անցյալը հիշեցինք։ Շատ չի կարելի սիրել։ Երես կարի համել շատ սիրում ես չեն արտահայտում։ Հոգախորքում են պահում իմ մասին։ Իհարկե, այսքան տարի իրար հետ ապրել ենք, միաձուլվել ենք, դարել ենք, երկուսով շատ եմ ասել, ասում են, ես ու դու մի մարմին ենք։ Մարդը գլուխն է, կինը մարմինն է։ Դե դա իրոք ճիշտ ասել են։ Դե գիտես դա այդ տենց են ասում։ Եթե հումորը ասեմ, ես բան մակնեմ ինքը զանգակը, բայց հակառակն է, այդ էլ տենց համակերպում ես կյանքի հետ։ Հետո հասկանալը պետք։ Ինչ կա որ 40 օր են գոյություն չունի, հնարավոր որ ինչ որ բան կա ինքն ավելի ճիշտ ասում։ Փոխըմբռնում կա մեջտեղ։ Դժվար են։ Հիմա նորապսակները պիտի տանող լինեն, պիտի համբերատար լինեն, մեկ մյուսին հանդուրժի, որպես կյանք կառուցեն։ Թերություն կա մեր երիտասարդների մեջ, եթե կարելի արտահայտեն։ Առաջին ուշ են ամուսնանում։ Երկրորդը շատ մտածում են, հետո ամուսնանում։ Պետք չի, շատ մտածել պետք չի։ Մեր ազգին զավակներ են պետք։ Դու ինձ թվում է զանգակը ինքն է։ Վերջի մենք ինձ հավանս թե չի։ Դե որ այստեղ գուդու հավանս, բավար հավանս, խեսլել եմ աղթը չմուչում ամ։ Ձև էլ սնատամ, չէ։ Պեշտեք տիկին պեշտե ես կը։ Ոչ բազակներ։ Թերպու ատեշ ելա։ Դու շիշքան ատանր։ Բո չէ հավասան ես։ Դե կարող նեն ու մեկ պշման աշիսալի։ Ասմա, ով ռիսկ չի անում, նա շամպանսկի չխում։ Ռիսկը դի է։ Դնում ես մտքիդ, կյանքում ամեն ինչն էլ կարես անես, անկարելի պեն չկա, կարևորը գաղափարն հասկանալն է, կյանքի ովին ճիշտ ընտրես, փնտրես ու գտնես, երիտասարդները թող լավ ընկեր ճարին, ամուսիններ տրնան, լավ զավակներ ունենան, կյանքի քաղցրությունը զգան, դա է ստիպում։ Դե սկզբից տենց այլ է լինում, մտածում ես երկար, հասկանում ես, տեսնում ես, որ ճիշտը որն է, արդեն մի քիչ էլ համակրում ես, մի քիչ էլ համակերպում ես, այդպես արդեն կամաց ստացվում է, էլի։ Դե որ ես քեզ ընտրեցի, հավանեցի, քեզ հետ ապրեցի, տեսա, որ ավելի ճիշտը էթեր էլի, ճիշտը էթեր։ Արդեն հասկացա, որ դու չենք սխալվել։ Չենք սխալվել, հա։ Ապրես այկնիկ։ Ողջի։ Չհաշված տերությունները։ Դա առանց տերության ոչ չկա։ 100% կյանքում ոչ մի բան չկա։ Ու մինչև վերջին ինձ թվում է բարեհաջող մեր կյանքի մինչև մեր վախճանը իրար հետ կլինենք սիրով, հարգանքով, կյանքը դա է պահանջում։ Շատ սիրելուս կնոջս տարբեր անուններով եմ դիմում։ Մենակ նոնոֆար չեմ ասում։ Կինոներում բանում ինչ լավ անուն կա ասում եմ։ Մի անգամ նոնոֆար, մի անգամ Դելյուզը, մի անգամ Մարգարիտա Գուանչես, են արտասահմանյան կինոներից, կանանց աղջկերանց անունները, Մարիցա Մուխան, տենց էլի այդ անուններով։ Նոնոֆար ջան արի այստեղ, քանի օր չեմ տեսալ, արի այդքան մոտս է։ Եկ տեսնամ։ Հա, շփիկ։ Կարաբար կապիկ։ Շփիկ ասում չի։ Այկնիկ, են լսել ես, որ ասում գնամ ատամներս կթեմ գամ, հիմա մեր վերջի սեանսն է։ Մեր կյանքի վերջի սերիան է, էլի, հա։ Սա էլ մի հետաքրքիր բան է, կյանքի հուշ է։ Ցանկացած մարդ պիտի կարողանա իր կյանքը դասավորի։ Մտածի, ռուսերեն ասում է молодость для того, чтобы обеспечить старость. Երիտասարդ տարիքը նրա համար է, որ դու քո
ապագան ապահովես։ Կյանքի լավ դրվագը սկսում է հենց քո ընտանիքի քայլից։ Եթե ընտանիքդ ճիշտ է ձևավորում, ճիշտ է կազմավորում, հետագան էլ ապագան էլ լինում է իսկականն էլի արդեն հասնում ես քո նպատակին։ Դե իր համար 4 տղա եմ բերել, խելոք, սիրուն։ Մի 4-ն էլ աղջիկ բերեր, կլներ աշխարհի ամենաընտիր կինը։ Ավել տարիքը, ավել խելք ու փորձը ավելացնում։ Ու մեծերին լսել է պետք։ Այգնիկ, վերջի հունցուքես կանտարի բենրալ, հոդժգոհ հալա մի հետ աստեսան, բայց դժգոհ։ Չեմ դժգոհ չեմ, լապրալք։ Դե առաջի սիրողը միշտ շատ կսիրի։ Էդի ես եմ առաջի սիրողը, սիրի հարուր։ Դե ես զանգակ եմ ինքն էլ բամբակա, որ տենց չունենք կյանքը չէր շարունակվի։ Համաձայն եմ, հա։ Ոչ կստացա չիմ։ Քոնը չի տանում, վերկենա մի քիչ գիրք կարկա։ Ինքունս էլ չտանում, վերկենա մի քիչ գործեմ։ Մարետը տես ինչ լավ բաներ ագրած, կարդամ լսի։ Դե կարդա, տեսնեմ այդ հիշտողները, որ դու թա եկել։ Սերը անդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռազանում, չի մեծամտանում, սերը երբեք չի անհետանում։ Դե սերը ինչքան գնում ենք ամրանում է, երկար տարիներ ապրելով հետ միաձուլում ենք, անջնջելի է այդ սերը։ Կես դարից ավելա իրար հետ ապրում ենք, համարյա դարձել եք մի մարմին։ Ինչքան գնում ենք ավելի շատ էլ սիրում։ Ես էլ քեզ եմ սիրում, առանց քեզ չեմ կարա։